Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչպես հիշում եք, դեռ տարի առաջ ես իմ ելույթում և ելույթներում բազմաթիվ նշել եմ, որ կգա այն պահը, երբ որ Ռուսաստանը ավելի կոշտ կխոսի Հայաստանի իշխանությունների հետ, և դուք այսօր բոլորդ ականատեսը եղաք։ Քանի օրեր ես լռում էի և լսում էի բազմաթիվ մարդկանց, թե ինչպես են գնահատում այս հանդիպումը Պուտին-Փաշինյան։ Բոլորը տեսակ ինչ կատարվեց։ Եկավ այն պահը, ինչպես ես շեշտում էի ժամանակին, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ուղիղ իմաստով տնտեսական ճգնաժամ կստեղծի և ավելի կխորացնի դա։ Դրանում շատ պարզ երևաց և Ռուսաստանի ղեկավարը հստակ իր դիրքորոշումը հայտնեց Փաշինյանին, որովհետև այո, չի կարելի նստել երկու աթոռի վրա, պետք է կողմնորոշվես ու ես գնում, բայց այդ մարդը միշտ խաղացել է ոչ թե երկու աթոռի, այլ մի քանի աթոռի վրա։ Այսօր Հայաստանը դաշնակից չունի, եթե Փաշինյանը արևմուտք է ճանապարհ բռնել, որպեսզի գնա արևմուտք, նրան այնտեղ գրկաբաց չեն սպասում։ Եկեք ճիշտը խոսենք, այսօր արևմուտքից բացի դատարկ խոսքերից, խոսքեր ուղղակի, գործնականապես ոչ մի բան չկա Հայաստանի հանդեպ։ Եվ Փաշինյանի միակ դաշնակիցը, ավելի ճիշտ դաշնակիցները, այսօր մնում են Ադրբեջանն ու Թուրքիան, որովհետև նրանց ղեկավարները բաց տեքստով են արտահայտվում, որ մենք ուզում ենք, որ Փաշինյանը մնա։ Սա ձեզ վառ օրինակ, որ նա աշխատում է նրանց օգտին և նրանց ձեռք է տալիս։ Նաև ինչպես ես շեշտում էի, որ այս հակառուսական հիստերիան ոչ մի լավ բանի չի հանգեցնի, տեսակ ռուսների համբերությունը այստեղ հատվեց, որ գալու էր մի պահ, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, ասենց ասենք, դրեց Հայաստանի իշխանությունների առաջ։ Դու պետք է ընտրություն կատարես, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Այսօր եթե Հայաստանը դեռ կա, այո, ռուսական ռազմաբազան դա կանխող, այսպես ասենք, զսպաշապիկ էր Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Հակառակ դեպքում Փաշինյանը անգամ այդ քայլին էլ կգնար և կդիմեր Թուրքիային կամ Ադրբեջանին, եկեք օգնության, թեկուզ ձեր զորքերը բերեք լցեք Հայաստան և պաշտպանեք իմ իշխանությունը և ձեր ապագա հեռու գնացող ցանկությունները, երազանքները։ Իհարկե, որը որ նույնպես չլինող բան է և Ռուսաստանը դա չի հանդուրժի երբեք։ Դրա համար էլ պետք է շատ լավ գիտակցեին այս փողոցից եկած երեխաները, որոնք այսօր իշխանություն են ներկայացնում, որոնք ոչ մի ընդհանուր կապ չունեն ներքև և արտաքին դիվանագիտության հետ, զերոյական վիճակ է, այնտեղ մտածող անձնավորություն չկա, բացարձակապես։ Կապրեզնի, այսպես ասենք, կապրեզնի երեխայի խաղեր են տալիս, գիտակցելով, թե դիվանագիտության մեջ դա նույնպես կանցնի։ Համ օգտվենք արևմուտքից, համ Ռուսաստանից ու մից ինչքան շատ կարանք պոկենք։ Նման բան չկա, չի կարող լինել։ Դիվանագիտության մեջ, նորից եմ ասում, քաղաքականությունը նման բաներ չի սիրում։ Ավելի շուտ զոհ կդառնաս, քան թե ինչ-որ բանով կօգտվես։ Դրա համար պետք է ուղեղ ունենալ, որը որ չկա։ Այդ մարդիկ ուղեղից թոփալներ են։ Այդ թրաշամանուկները, ուղեղից թոփալներ, պարզապես։ Եվ Ռուսաստանի ղեկավարությունը արդեն իր համբերության բաժակը լցվել էր, շատ հստակ դրեց իր դիրքորոշումը, շատ կոպիտ ձևով, որ մեր համբերությունը այլևս ավարտվել է։ Եթե Հայաստանի տնտեսական կոլապսի ենթարկեն, Հայաստանը ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կատաստրոֆայի կվերածվի, այսպես ասենք։ Կատաստրոֆայի։ Ինչ պետք է անի, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Այս թրաշամանուկները պարզապես իշխանության վրա պատկերացնում են, թե ընկել են ռոմանտիկայի մեջ, այս կարող ենք անել, այն կարող ենք անել։ Ովքեր սրանց բերել են իշխանության, ասում են դուք ազատ եք ձեր գործողությունների մեջ, արեք այն ամեն ինչ որ մեր շահերից կբխի։ Եվ սրանք այդպես էլ արեցին, բայց եկան դեմ առան պատին։ Այսօր Փաշինյանի ռեյտինգը զերոյական վիճակի է։
Եվ Ռուսաստան իր այցով նա իր վերջին մեղը խփեց իր քաղաքական դագաղի վրա, այսպես ասենք։ Դագաղի վրա։ Նրանց ժամանակ տվեցին Ռուսաստանից մտածելու, խորհելու եւ վեշերը հավաքելու։ Այլապես շատ վատ է լինելու, շատ վատ է լինելու։ Շատ հստակ պետության ղեկավարը Ռուսաստանի ակնարկեց, որ 170 թե ինչքան դոլարով ենք ձեզ գազ տալիս, հա, եւ վառելիք, իսկ Եվրոպային 600-ով։ Այսինքն դա նշանակում է կարող ենք դարձնել նաեւ 600։ 600 դեպքում Հայաստանը ընդհանրապես չի կարող գոյատևել։ Չի կարող այդ ծախսերի տակից դուրս գալ։ Եվ շատ հարցերով տնտեսական Հայաստանը կապնված է Ռուսաստանի հետ։ Արտահանումն է հիմնականում Ռուսաստան գնում։ Մեր գործարարները բոլորը կապնված են հիմնականում մեծ առյուծի բաժինը գնում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում։ Բացի դա էլ ռազմականապես դեռ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որը նույնպես ասեցի զսպաշապիկ է հարևանների համար։ Այլապես նրանք վաղուց իրենց արած կլինեին եւ Փաշինյանի ձեռքով հենց արած կլինեին։ Եվ մի կարևոր հանգամանք, որ բազմից են նրանք խոսում, թե ռուսական գուբերնիա դառնանք, ռուսական գուբերնիա, դե այդ լոզունգը սարքել են ժողովրդին հիմարացնելու համար։ Ինչ որտեղ արևմուտքի ջրաղացին ջուր լցելու համար։ Բայց ել եմ ասում, հակառուսական հիստերիան, այդ որ գուբերնիա, եկեք պարզ խոսենք, պարզ։ Այսօրվա դրությամբ ում է ծառայում Հայաստանի իշխանությունը։ Ում է ծառայում, ում օգտին։ Ինչ գուբերնիայի մասին կարող է խոսք լինել, երբ որ ամբողջ Հայաստանը սկուտեղի վրա դրած ուզում է մատուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Նրանց կամահաճույքներին, նրանց տանդեմին է ծառայեցնում Հայաստանի ամբողջ հնարավորությունները։ Փաշինյանով լիներ, ես պարզ եմ ասում ժողովուրդ ջան, նրանց վաղվանից եւ ընդհանրապես շատ շուտվանից էլ Հայաստանը դարձած կլներ թուրքական գուբերնիա, թուրքական ազդեցության գոտի։ Հիմա Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա է, թե Ադրբեջանի կամ Թուրքիայի գուբերնիա։ Միգուցե դե ֆակտո, այսպես ասենք, լավ, թող այսպես ընչի, որպեսզի շատերի ինչ-որ միտեղ կատված արժել է, եթե դե ֆակտո թուրքական գուբերնիա չի, բայց դե յուրը արդեն գուբերնիա է։ Թուրքական գուբերնիա է։ Ինչով։ Դրա բոլոր գործողություններով։ Տեսակ ասում է այդ ցեղասպանության մրցաբացնել պետք է ավարտել, այսինքն ծիծեռնակաբերդ գնալը, հերիք է արդեն, եկեք վերջ տնենք։ Չնչում է բոլոր այն ազգայինը, մեր պատմությունը, մեր ժողովրդի հիշողությունը, փորձում է այդ ամեն ինչը նա ջնջել։ Ասում է, չէ, ես իմ զերոյական կետից եմ սկսելու, այսինքն ինքը իր հասկացած ձևով է պատմություն կերտում։ Մի օր կասի Մաշտոսն էլ հայ չի, Աբետիկ Իսահակյանն էլ հայ չի, Մովսես Խորենացին էլ հայ չի, եւ ընդհանրապես շատ բաներ, մենք ով ենք եղել, մենք ոչ մի բան ենք, մենք բոշա ժողովուրդ ենք։ Եվ մեր ակունքները գալիս են թուրքական Ալտայի կողմերից, եւ մենք պետք է միաձուլվենք, ներմուծվենք մեր թուրք եղբայրների մեջ եւ ապրենք նրանց հետ հաշտոհամերաշ։ Այնտեղ մնում է մի ֆակտոր իսլամ ընդունելը, դա էլ հետո կանի։ Եթե ժողովուրդը սուս ու փուս նստի ու այս ամբողջ այս կապիկությունները դրա այդ կեղտոտ գործնեությունը հանդուրժի։ Այս է լինելու։ Փաստացի, եթե փաստերով ենք խոսում, եկեք նայենք ինչ է կատարվում։ Ինձ ասում են ինչ կասեք ծայրահեղ ուժերին Հայաստանի, որոնք որ Ռուսաստան, ռուս-թուրքական բարեկամություն են խոսում, թե ռուսները մեզ մատաղ են անում, դեռ ես միայն մի բան կասեմ այդ ծայրահեղ ուժերին, որ նրանք ապրում են դեռ 200 տարի առաջվա դեռ մտածողությամբ։ Նրանց ուղեղները արդեն ժանգոտել են, նրանք էլ չգիտեն թե ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են ուզում։ Հայաստանը ապրանք չէ, որ դնես սետկի մեջ, պայուսակի մեջ, տանես ինչ-որ մեկ այլ տեղ դնես, այնտեղ շարունակես նոր հարևանի հետ բարեկամություն անել։ Մենք ուզենք թե չուզենք, մեր հարևանները դա են, այսինքն մենք այդտեղ ենք։ Եթե ռուսական իմպերիա կա, դուք իմպերիա, դուք նրա հետ ոնց եք խոսում։ Լավ են եղել, վատ են եղել, թուրքերն են մեր հետ լավ եղել։ Եթե ռուսները ամենավատն են, բա թուրքերը ովքեր են, ամենալավն են։ Բազմաթիվ օրինակներ կարող են բերել, հենց փաստերով, այն մարդ փաստերով եկեք խոսենք։ 44 օրյա պատերազմ։ Ուր էր արևմուտքը, ինչի՞ չէր օգնում Հայաստանին։ Ուր էին այդ եվրոպացի ջայլամպես գլուխները կողել էին ավազի տակ, ձեն չէին անում։ Ինչու չեկան օգնության։
Չեկան, որովհետև պարզ նրանք ասում էին, այո, մեր շահերից է գործում, որպեսզի դուք հետ տայք Արցախն էլ, հետ տաք սա էլ, անեք այն ամեն ինչը, ինչ որ մեզ է պետք։ Եվ նրանք Հայաստանից ստանում են ինչ որ իրենց է պետք, բայց դրա փոխարեն ոչինչ չեն տալիս Հայաստանին եւ չեն էլ տալու։ Ոչ էլ եվրոպական ընտանիք են վերցնելու, չկա նման բան։ Չկա նման բան, ել եմ ասում, Փաշինյանի միակ դաշնակից այսօր Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք էլ չեն կարող լիարժեք քայլեր կատարել։ Ինչի համար, որտեղ ել եմ ասում, Ռուսաստանը զսպող շապիկը, թե Թուրքիային, թե Ադրբեջանին։ Ինչպես ասում են, մկան խաղը պետք է ավարտվեր կատվի թակարդում եւ այդպես էլ եղավ։ Վերջապես Ռուսաստանը շատ չոր եւ կոպիտ դրեց Փաշինյանի առաջ։ Շատ չոր դրեց։ Ինչպես նաեւ մեծ մեղավորություն ունեն այս ամեն ինչի մեջ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը։ Ինչու նրանք ժամանակին, որ մենք բազմից էինք ասում, որ ճանաչեք Արցախի, Հայաստանի անբաժանելի մաս։ Ինչու ազգային ժողովով չճանաչեցին եւ նախագահի ստորագրությամբ չվավերացին։ Ինչու Հայաստանին չվերցրեցին, Արցախին չվերցրեցին Հայաստանի կազմի մեջ։ Ինչու չարեցին դա։ Արևմուտքից եք վախենում, ումից եք վախենում, ով է ձեզ ասել, որ չճանաչեք։ Ճանաչեք։ Որովհետև նստած միայն զբաղված եք Ալան Թալանով ու Արցախին ասենք թե օգնելով։ Դուք այդ օգնելով Արցախի վերջնական հարցը չեք լուծել։ Որովհետև նրանք կամք չունեին երեք նախագահներն էլ։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էլ ուզում էր, որ Արցախն էլ հետեթարեն, տարածքներն էլ հետեթային։ Ռոբերտ Քոչարյանն էլ միջազգային հանդիպություններում խոսում էր, մեղադրում էր Ադրբեջանին, այսպես, այնպես, պահում էր դեռ մարգինալ կարգավիճակը, որպես էլ պատերազմ չլինի, բայց դա հարցի լուծումը չէր, նորից եմ կրկնում, նույնն էլ Սերժ Սարգսյանի օրոք։ Դա հարցի լուծումը չէր։ Երբ որ դու պատերազմային վիճակում ես գտնվում, ես բազմից եմ ասել, երբ որ մենք 90-ականներին պատերազմում էինք Ադրբեջանի դեմ, մենք պետք է գնայինք մինչև վերջ, այնքան մինչև Բաքվի ուղղությամբ, մինչև ադրբեջանցիները կապիտուլյացիա, այսինքն ստորագրեին պարտություն, որ ընդունեին իրենց պարտությունը, եւ հրաժարվեին այն տարածքներից, որոնք որ մենք ազատագրել ենք մեր պատմական տարածքները։ Այդա լինում է արդեն փաստացի, որ քո ճշնամին պարտված է եւ ճանաչում է քո հաղթանակը եւ քո այն տարածքները, որ դու հետ ես տարել, որը պատկանում է պատմականորեն մեզ։ Այդ դա կոչվում է բարատ այդ փաստաթուղթը պետքա լիներ մեր ձեռքին, որ այսօր չկա։ Մենք դա չենք արել եւ միշտ էլ ասենք, որ Արցախյան հարցը փակված չի մնալու։ Դա ավարտված չէ, դա հաղթանակ չէ, ժողովուրդ, որ ասում ենք Արցախը մերն էր, Արցախը երբեք մերը չէր, օդի մեջ էր կախված։ Օդի մեջ կախված էր Արցախը։ Եթե կամք դրսևորեին ճանաչեին Հայաստանի անբաժանելի մաս, դիներ Հայաստան մի պետություն լինեինք, այսօր լրիվ այլ իրավիճակ կլիներ։ Այլ իրավիճակ, դրա մասին հետո կխոսենք։ Բայց ոչ մի նախագահ չարեց, չգնաց այդ քայլին։ Այսօր էլ մեղադրում ենք շատերին, սրանք թե նրան, թե սենց կորավ են, մեկը չօգնեց Պողոսը։ Նախ մենք ներսում ինչ ենք օգնել արցախցիներին։ Ինչ ենք արել, որ մյուսներից պահանջում եւ մեղադրում ենք։ Ոչինչ չենք արել։ Դա չավարտված պատերազմ էր, որը ունեցավ իր տխրահարճակ ավարտը։ Ադրբեջանցիք շատերի օգնությամբ հետ տարան այդ ամեն ինչը եւ ամենակարևորը Հայաստանի իշխանության ձեռքով հետ տարան այդ ամեն ինչը։ Ում եք մեղադրում։ Ռուսաստանը գնաց մտավ Ղրիմը ճանաչեց։ Սով Ուկրաինայի տարածքից մի պատմական տարածքներից վերցնում եմ, ազատագրում եմ։ Ու թքած ունի բոլորի վրա։ Եվ մենք ունենք այդ հնարավորությունները։ Եթե Հայաստանի իշխանությունը հայկական իշխանություն լիներ, այս 44 օրվա պատերազմել ենք, մենք հաղթող էլ ավելի բան Նախիջևանն էլ կարող էին գրավել, բայց նա չարեց, որովհետև նա հայ չէր եւ հայկական իշխանություն չէր ներկայացնում կապիտուլյանտը։ Ահա թե ինչ կատարվեց իրականության մեջ։ Եվ վերջում ասեմ, որ այսօր ազգային իշխանության էլի խնդիր ունենք։ Ազգային իշխանություն ասելով, ես նկատի չունեմ, որ էլի քաղաքական քանդրբազներ կան իշխանության, այլ պետք է մարդ երկաթյա բռնցքով, որը գա եւ օրենքի դիկտատուրա հաստատի։
Նախ առաջին հերթին պետք է փակել սահմանները եւ երկրի ներսում ինկվիզիցիա իրագործել, այսինքն մաքրել այն կուտակված աղբը, որ լցված է Հայաստանի ներսում։ Թշնամին ներսում է, նախ ներսում պետք է մաքրես, թիկունքդ ապահովես, հետո նոր մտածես առաջ շարժվելու մասին։ Եվ ազգային ուժեր նույնպես պետք է ներառվեն իշխանությունների շարքերում։ Հակառակ դեպքում մենք ոչ մի բանի չենք հասնելու։ Ու սրան ու նրան մեղադրելով էլ մենք մեր երկիրը չենք փրկելու։ Այսքանն է ուզում ասել։ Այնպես որ Փաշինյանի, այսպես ասած, վիճակը շատ լուրջ է, թող մտածի այդ մասին ու հույս չդնի իր դրսի տերերի վրա, ոչ մեկ նրան աջակցություն եւ գարանտիա չի լինելու։ Ինքը պետք է կանգնի դատի առաջ իր բոլոր թիմակիցներով հանդերձ։ Նախկիներից կլինեն, թե նորերից կլինեն, սրանցից կլինեն, ովքեր պետք է այս ամեն ինչը անցնի այդ ճանապարհով։ Ովքեր մեղավոր են, բոլորը պետք է պատժվեն։ Հակառակ դեպքում մենք ապագա Հայաստան չենք կարող ստեղծել։ Նման բագաժով, նման կեղտով այս գրուզը, որ մեր ուսերին է, նախկիներից, անցյալից եկած առ այսօր, եթե ոչ մեկ չպատժվեն, այս ամբողջը չհանվի ջրի երես, թալանացնու այս ամբողջը հետ չբերվի պետական բյուջե, մենք վաղվա օրը չենք կարող կառուցել։ Հասկացեք, չենք կարող կառուցել։ Այսքան է ուզում ասել, լավ մնացեք, առայժմ ես։